կա ուժի իրավունք, իսկ այդ ուժի հիմնական էլեմենտը դա զինված ուժերն են։ Խնդիրը այն է, որ մեծ հաշվով կարևոր չի, թե դու ինչ զենք ունես եւ քանի միավոր ունես։ Խնդիրը այն է, թե ով է քաղաքական որոշումներ ընդունողը եւ ով է այդ ամեն ինչի տակ մտնողը, քաղաքականություն կերտողը եւ այլն։ Մեր պարագայում ունենք անձնավորություն, ով մինչև 2018-ն էլ մեր զինված ուժերի ներուժը պատշաճ չէր գնահատում, ավելին, երբ որ կար խնդիր, որ պետք էր լուծել զինված ուժերի միջոցով, արկա տեխնիկայի միջոցով, գերճշգրիտ տեխնիկայի միջոցով, խնդիրներ լուծող տեխնիկայի միջոցով, դա չարվեց Արցախի պարագայում։ Իսկ խնդիրը այն չի, թե հրապարակում ինչ տեխնիկա է գնում, իհարկե դա կարևոր է, որ դու ունենաս նորմալ տեխնիկա, խնդիրը այն է, թե ով է երկրի ղեկին կանգնած եւ ինչ որոշումներ է կայացնում եւ որ պետության ազգային շահերից ելնելով։ Ես մի անգամ տեսակետ լսեցի, որ եթե Նիկոլ Փաշինյանին Իսրայելի բանակն ու հնարավորություններն էլ տային, ինքը միևնույնն է կպարտվեր պատերազմում։ Կապիտուլյանտ է, իր էությամբ է կապիտուլյանտ, ու ընդ որում այդ միայն քաղաքական առումով չի, անձնական առումով էլ է ինքը դες։ Ինքը պարտված մարդու տեսակ է, ինքը աղքատությունը ուղեղում է մարդու տեսակ է եւ դա ակնհայտ մենք տեսնում ենք իր վարքաբանության մեջ, վերջի շրջանում ընդգծված սրացումները դրա վառ դրսևորումների մասին են միշտ փաստում։ Ցավալին այն է, որ այդ անձնավորությունը մոտավորապես արդեն 7 տարի, 8 տարի արդեն 8 տարի կառավարում է պետություն եւ պատասխանատվության տակ։ Ամբողջական հաղորդումը դիտեք մեր YouTube-յան ալիքում։